Յուրաքանչյուր հայ տղա, եթե իրեն համարում է հայ, ինձ թվում է պետք է գա բանակ ու իր պարտքը տա բանակին, մեր հայրենիքին, ու այդ պարտքը 2 տարով չի սահմանափակվում։ Զրակոչվողների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, սրակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Հեղինակը մենք չենք։ Մեր բանակը գնալով կպակասի, ավելի վատ դեպք կլինի։ Դրական է, ինձ թվում է ճիշտ որոշում է։ Մամիտ չեմ դրա հետ, որտեղ հարուստները նորից շահելու են, ցածր խավի մարդիկ տուժելու։ Հարուստները շահելու են, հասարակ մարդիկ տուժելու, կարծում են քաղաքացիները։ Զորակոչիկները շատանալու են, երկրից փախածները վերադառնալու։ Նախագծի հեղինակն է կարծում, բանակը քանդելու են, պաշտպանությունը նվազեցնելու։ Սա էլ ընդդիմադիրների կարծիքն է։ Ընդամենը օրինականացնում են բանակից գումարով ազատվելու արատավոր սովորությունը։ Սոցիալ-հոգեբանական բնագավառի ուսումնասիրություններ կատարել են, պատվիրակել են այդպիսի մի հանգամանքի ուսումնասիրություն որևէ կենտրոնի, որ այս նախագծի փոփոխությունը կհանգեցնի արդյոք բանակում թվաքանակի ավելացմանը, թե նվազեցմանը, որտեվ եթե մենք նայում ենք, միտումը թվաքանակի ավելացումն է, չէ՞, եւ որակական բարելավումն է, բայց այս պարագայում մեր մենտալիտետային գծերը հաշվի առնելով, ազգային գծերը հաշվի առնելով եւ բանակի այսօրվա իրավիճակը հաշվի առնելով, մենք սրանով կունենանք դրական միտում, թե բացասական միտում։ Ես կարծում եմ, որ միտումը բացասական է լինելու։ Հովհաննիսյանը կարծում է, մի շարք հայ ընտանիքներ փորձելու են ամեն գնով գտնել գումարն ու իրենց երեխաներին ազատել ծառայությունից։ Ոչ թե հայրենիքին չեն ուզում ծառայել, այլ բանակը որպես համակարգ։ Գործող իշխանությունը գրավիչ չի դարձնում։ Փաստաբանին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել, հասկանալու ինչպես եւ ում պետք է վճարեն գումարն ու ազատվեն։ Այսինքն Հայկ Սարգսյանի նպատակը մեծացնել բանակում ծառայողների թիվը կարծես այդքան էլ մոտ չէ իրականությանը։ Հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը։ Այս նախագիծը հավանության չի արժանացել նույնիսկ ԿՊԱ-ական նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանի, ինչպես ինքն է ասում, 40 տարվա ծառայողական ստաժ ունեցող զինկոմի տղայի կողմից։ Նա խոսել է անգամ բանակից ազատվելու գնի փոփոխության մասին։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, բանակից ազատվելու տարիֆը մինչ 2018 թվական եղել է մինչև 15000 ԱՄՆ դոլար։ 2018 թվականին դարձել է 24000 ԱՄՆ դոլարի շրջանակում, 44 օրյայից հետո 30-ից 60000 ԱՄՆ դոլար։ Պարզ է չէ, որ երբ կոռուպցիայի դեմ իրապես պայքարում ես, գործարքի տարիֆը բնականon բարձրանում է, իսկ երբ բարձրանում է, դա դառնում է միայն հատուկների հնարավորությունը։ Մինչ Սարգսյանի առաջարկած նախագիծը զինկոմիսարիատի եւ առողջապահության նախարարության միջոցով էին ազատում տղաներին բանակից։ Հիմա պետության հետ ուղիղ պայմանագիր կնքելով, կարծում է Գաբրիելյանը։ 1-2-3 Տուրբուլենտ անվտանգային միջավայրում գտնվող Հայաստանի Հանրապետությունում կծկտուր թվաբանական տվյալների արդյունքում փոփոխել հիմնական օրենքը, ես կարծում դա աբսուրդի ժանրից է։ Աբսուրդ է թե ոչ, նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարությունում։ Սարգսյանը կարծում է, պետք է ազգային ժողովում օրենքը մինչև հաջորդ զորակոչ ընթացիկ տարվա հուլիսին 2 ընթերցումներով ընդունվի։ Մենք պետք է հետևողական լինենք եւ ընդդիմությունն էլ կարծում քննարկումների արդյունքում պարտավոր է եւ կգա նաեւ այդ ճիշտ եզրանկում։ Զինվորական ծառայության մասին նախագիծը խնդրահարույց է համարում մարդու իրավունքների պաշտպանը։ Քաղաքացիները ահազանգ են հնչեցրել ու ստիպել Անահիտ Մանասյանին խոսել վերջապես։ Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել անձանց գույքային դրությամբ պայմանավորված փաստացի, հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում, ընդ որում 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով 24 ամիս,
Արդյունքում ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հնարավորությունները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափորոշիչներին համապատասխանող նպատակ։ Այս նախագիծն ընդունվելուց հետո հավանական է, որ գյուղատնտեսական, ուսանողական վարկերի շարքը կհամալրվի ծառայությունից ազատվելու վարկերով։ Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք դա տեսնելու ենք, այդ ծրագրերը մենք տեսնելու ենք, հակառակ պարագան ավելի կխորացնի սոցիալական անհավասարությունը, որովհետև մեկը եթե իր գրպանից կարողանում է տալ 24 միլիոն դրամ եւ ազատել իր երեխային, մյուս ծնողը պետք է առնվազն գիտակցի, որ կա իր համար այդպիսի հնարավորություն բանկային համակարգից վերցնելու այդ գումարը եւ վճարելու իր որդու փոխարեն։ Սա անկյունակար է ոչ թե բանակի զարգացման, այլ կազմաքանդման։ Ահազանգողներն ուզում են տեղ հասնի մտահոգությունները, սպառնալիքներն ու ռիսկերը։ Կլսեն Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։